Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները դեռևս շարունակվում են, հեռուստադիտողներին հետաքրքիր անակնկալներ են սպասվում, դատելով հեռուստասերիալում նկարահանվող դերասանների սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերից, հենց այս պահին էլ նկարահանումները դեռ ընթացքի մեջ են։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են, թե երբ է վերջապես Աննան իմանալու ողջ ճշմարտությունը, իմանալու, որ տարիներ առաջ իրեն խաբել են ու իր երեխան չի մահացել, այլ Միքայելը որոշել է, որ Սոսի ու Աննայի համատեղ երեխան չպետք է մեծանա իր ընտանիքում և որոշել է, որ երեխային հանձնի այլ ընտանիքի։ Ճիշտ է, Ավագն ու Վիկտորիան Անգելինային մեծացրել են իրենց հարազատ երեխայի նման, Անգելինան չի ունեցել ոչ մի բանի կարիք, չի ունեցել սիրո կարիք, բայց միևնույն է, նա մեծացել է իր կենսաբանական ծնողներից հեռու և իր կենսաբանական ծնողները նույնիսկ չեն իմացել իր գոյության մասին։ Եվ Աննան, և Անգելինան այժմ իրավունք ունեն չներելու Հենրիին ու Միքայելին, բայց Հենրիի հոգին ծանրացած է, այժմ այլ խնդիրներով։ Նա տեսել է Սոսին ու Աննային միասին, իհարկե պատկերացրել այլ բան ու Աննային մեղադրում է դավաճանության մեջ, չհասկանալով, որ առաջին դավաճանները հենց իրենք են, առաջինը իրենք են որոշել թաքցնել և Աննայից և Անգելինայից իր կենսաբանական ծնողներին։ Նա պաշտպանել է հորը այն բանից հետո, երբ հայրը խլել է սեփական որդու երջանկությունը։ Մատոր, все, գնացինք տղա։ Կա մատոր։ Դուք լուրջ եք։ Լավ, կել կարան, չկիմ աղվատում։ Գնացինք։ Էսեք, դուք էսեք, 15 րոպե։ Վալես ապրես, որ հետեկար մեզ դու գնա։ Ես իմ հարցերը իրա հետ կլուծեմ։ Հաննա Բագրատովնա։ Գնա, Հենրին սպասում է գնա։ Ես գիտեի, զգում էի։ Ասեք, որ դուք մենակ չեք։ Հա, սենց ես։ Բարի օր բոլորին, հուսով եմ լավ եք։ Չեք պատկերացնի, թե որքան հաճելի է, երբ մարդիկ ժպտում են քեզ, երբ բարևում են, անծանոթ մարդիկ լրիվ, ոչ թե այսպես ներկայացնում են, որ չգիտեն չեն ճանաչում քեզ, դե նման մարդիկ էլ են լինում իհարկե, բայց ժպտում են, բարևում են, լուսացույցի տակ կանգնած ես կողքի մեքենայից բարևում են, իրենց գոհունակությունն են հայտնում ու ավագ սերնդի ներկայացուցիչները կանայք, տղամարդիկ իրենց գոհունակությունն են հայտնում քո կատարած աշխատանքի համար ու մասնավորապես իմացիր ավելին հաղորդաշարի համար են մարդիկ իրենց շնորհակալությունը հայտնում, դրանից ավելի թանկ բանից համար չկա, որովհետև դուք չեք պատկերացնում, թե ես որքան մեծագույն հաճույքով եմ կատարում այդ աշխատանքը, իմացիր ավելին հաղորդաշարի համար են մարդիկ իրենց շնորհակալությունը հայտնում, դրանից ավելի թանկ բանից համար չկա, որովհետև դուք չեք պատկերացնում, թե ես որքան մեծագույն հաճույքով եմ կատարում այդ աշխատանքը, իմացիր ավելին հաղորդաշարի մասին է խոսքը։ Ես տանում եմ ձեր ժպիտները, լրիվ անծանոթ մարդկանց ժպիտները ու լցնում եմ իմ օրը ու հասկանում եմ, որ այս կերտ ծանրաբեռնված առօրյայում ձեր ժպիտներն է և ձեր գոհունակությունն է, որ ինձ ուժ է տալիս, որովհետև մի պահ գիտակցում ես, որ զուր չես աշխատում։ Իհարկե պահ է լինում, որ նույնիսկ ժամանակ չեմ ունենում թեկուզ Instagram մտնել կամ ինչ-որ ես բացարձակ չեմ կարողանում այդ ամենով զբաղվել, որովհետև իսկապես չունեմ ժամանակ, չեմ կարողանում, բայց գոհ եմ և Աստծուն շնորհակալ եմ, որ այո, աշխատանքս այնքան շատ է, որ չեմ կարողանում պարապ բաների վրա իմ աշխատանքը պատնել։ Ես ուզում եմ շնորհակալությունը հայտնել Արտուրիս, իմ վարսահարդարին իր դրական էմոցիաների համար, որ միշտ ինձ դրական էներգիա է փոխանցում, իմ Լիլիթին, դիմահարդարից, ով ևս Այսօր վերջապես արդյոքից հետ եմ նկարահանվում։ Ո՞նց է քեզ կարոտել այդ տղա արդյոքցան։ Всё, Լիլջան երեխում հեսա հարցին։
Ապային։ Ո՞նց է կարոտել քեզ այն մոճակ։ Այ արջուկստան։ Բայց կենքն դե ճիշտ չէ պատրաստ սկսել իրար դեմ։ Իրանց միջև լազմ սկսել։ Ամենաշը Ախտը ես, կամնակ ու խորը փագել, ախպերական։ Դու ես իրանց կրվա խնձորը։ Դե ինչ հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, հեռուստադիտողները հույս ունեն, որ շատ շուտով Դիանա Գրիգորյանը կհայտարարի հեռուստասերիալի ավարտի մասին, բայց մինչ ավարտը հայտարարելը հեռուստադիտողները ավելի մեծ հույսեր ունեն տեսնելու, թե վերջապես երբ են Անգելինան ու Աննան բացահայտելու, որ մայր ու դուստր են։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքները, կիսվեք ձեր տպավորություններով և իհարկե չմոռանաք գրել նաև այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանաք ավելին իմանալ։ Մաղթում ենք ձեզ բարի դիտում ու սպասում յուրաքանչյուրի կարծիքին։